Ողջույն սիրելի հետևորդներ։ Երբևէ մտածել եք, եթե Աստված այսօր խոսեր մարդկանց հետ, ինչպես պիտի խոսեր։ Մարդիկ հաճախ ասում են, եթե Աստված ինձ մի նշան տա, եթե Աստված մի խոսք ասի, բայց Աստվածաշունչը մեզ ասում է մի զարմանալի բան։ Աստված արդեն խոսել է, եւ նրա ամենամեծ խոսքը մեկ անձի մեջ է։ Այս մեծ ճշմարտությունը բացահայտվում է Եբրայեցիներին ուղղված նամակի առաջին գլխում։ Ներկայացվում է քրիստոնեական հավատքի կենտրոնը՝ Հիսուս Քրիստոսին։ Աստված բազում ձևերով եւ բազում օրինակներով հնում խոսեց մեր հայրերի հետ, մարգարեների միջոցով։ Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ Նա, որ ճառագումն է նրա փառքի եւ արդարությունը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը, նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծո մեծության աջ կողմում բարձունքներում։ Նա այնքան գերազանց եղավ հրեշտակներից, որ նրանցից շատ ավելի տարբեր անուն ժառանգեց։ Արդարև հրեշտակներից որին երբևէ ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ», եւ դարձյալ «Ես նրան հայր կլինեմ, իսկ նա ինձ որդի կլինի»։ Եվ դարձյալ, երբ Անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. «Թող երկրպագեն նրան Աստծո բոլոր հրեշտակները»։ Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց եւ իր ծառաներին հրեղեն բոցեր»։ Իսկ որդու մասին ասում է. «Քո աթոռը Աստված հավիտենական է, քո արքայության գավազանը շիտակության գավազան։ Դու սիրեցիր արդարությունը եւ ատեցիր անօրենությունը։ Դրա համար Աստված, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին։ Նաեւ դու Տեր սկզբից երկիրը հիմնեցիր եւ քո ձեռքի գործն է երկինքը։ Նրանք կորստյան պիտի մատնվեն, բայց դու կաս եւ մնում ես։ Բոլորը պիտի մաշվեն որպես ձորձեր։ Ամեն»։ Այս հատվածը սկսվում է այս խոսքերով. Հին ժամանակներում Աստված շատ անգամներ եւ շատ ձևերով խոսեց մարգարեների միջոցով։ Աստված երբեք լուրջ չի եղել։ Նա խոսել է մարդկանց հետ, մարգարեների միջոցով, օրենքի միջոցով, հայտնություններով, բայց հետո գալիս է ամենամեծ հայտնությունը։ Աստված ասում է. «Վերջին օրերում խոսեց մեզ հետ իր որդու միջոցով»։ Սա քրիստոնեական հավատքի կենտրոնական ճշմարտությունն է։ Աստված պարզապես ուղերձ չուղարկեց, նա ինքը եկավ մարդու մոտ։ Սիրելի հավատավոր հետևորդ, քրիստոնեությունը միայն գաղափարների համակարգ չէ, այն հարաբերություն է կենդանի Փրկչի հետ։ Մի սահմանափակիր հավատքը միայն սովորություններով, փորձիր զարգացնել կենդանի հարաբերություն Քրիստոսի հետ։ Այս հատվածում բացահայտվում է Քրիստոսի մեծությունը։ Նրա մասին ասվում է, որ նա ստեղծագործության միջոցով աշխարհը ստեղծեց։ Աստծո փառքի ճառագայթն է, նրա էության ճշգրիտ պատկերն է։ Սա նշանակում է, որ Քրիստոսը պարզապես ուսուցիչ չէ, նա Աստծո լիարժեք հայտնությունն է։ Երբ մենք նայում ենք Քրիստոսին, տեսնում ենք, թե ինչպեսին է Աստված։ Կարդա ավետարանները եւ փորձիր ավելի լավ ճանաչել Քրիստոսին։ Այս սուբգրային հատվածը հիշեցնում է նաեւ Քրիստոսի փրկարար գործը։ Նա մաքրեց մեր մեղքերը։ Սա խաչի խորհուրդն է։ Քրիստոս եկավ ոչ միայն ուսուցանելու, այլ նաեւ փրկելու համար։ Սիրելի հավատավոր հետևորդներ, քո մեղքերը չեն սահմանափակում Աստծո ողորմությունը։ Քրիստոսը եկավ հենց դրա համար։ Մի թաքցրու մեղքը սրտիդ մեջ, խոստովանիր այն Աստծուն եւ ընդունիր նրա ներողությունը։ Քրիստոսի գործը ավարտվեց խաչով, բայց նրա պատմությունը շարունակվում է։ Նա նստեց Աստծո աջ կողմում, սա ցույց է տալիս նրա իշխանությունը եւ փառքը։ Քրիստոսը միայն անցյալի պատմություն չէ, նա կենդանի Տեր է։ Այսօրվա հատվածի մնացած մասը ցույց է տալիս, որ Քրիստոս բարձր է նույնիսկ հրեշտակներից։ Հրեշտակները Աստծո ծառաներն են։
բայց Քրիստոսը Աստծո որդին է։ Սա հիշեցնում է մեզ, որ մեր հավատքի կենտրոնը ոչ թե հրաշքներն են, ոչ էլ միջնորդները։ Մեր հավատքի կենտրոնը Քրիստոսն է։ Կենթանացրու քո հավատքը, հենվիր Քրիստոսի վրա, ոչ թե երկրորդական բաների վրա։ Այս հատվածը մեզ հիշեցնում է. Աստված խոսել է մարդկանց հետ։ Նրա ամենամեծ խոսքը Քրիստոսն է։ Քրիստոսը Աստծո լիարժեք հայտնությունն է։ Նա մաքրում է մեր մեղքերը, նա այսօր էլ է իշխում եւ առաջնորդում իր ժողովրդին։ Սիրելի հավատավոր հետևորդներ, աշխարհում մարդիկ փնտրում են պատասխաններ, ոմանք փնտրում են նշաններ, ոմանք նոր ուսմունքներ, ոմանք նոր առաջնորդներ, բայց Աստված արդեն տվել է ամենամեծ պատասխանը։ Այդ պատասխանը Քրիստոսն է։ Եթե ուզում ես հասկանալ Աստծուն, նայիր Քրիստոսին։ Եթե ուզում ես գտնել ներողություն, մոտեցիր Քրիստոսին։ Եթե ուզում ես գտնել կյանքի ճանապարհը, հետևիր Քրիստոսին։ Եվ երբ քո հավատքը կենտրոնանա նրա վրա, քո կյանքը կգտնի այն կայունությունը, որը աշխարհը երբեք չի կարող տալ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, ուղարկել ձեր քրիստոնյա ընկերներին ու բարեկամներին, նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։